Սելի ավադագիցներ, սելի հայորդիներ, գողջունենք ձեզ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի բատվական անունով։ Գողջունենք բոլոր անոնք, որոնք յետևին մեզի համացանցի միջոցով եւ կամ հերադեսիլի ICFN.TV միջոցով։ Ուր որեք Աստվածորդն է ձեզ առողջ բահե, հավատքով բահե եւ իր կամքը օրհնյալ լա։ Այսօրվա Աստծո խոսքին ընթերցումը գուքա Մատթեոսի ավետարանեն։ Մատթեոսի ավետարան լերանքարոս 7-րդ գլուխ 15-ին 20-րդ համարներ ուր գարձեք Տեր Հիսուս այսօր գխոսի այսօրվա իրավիճակին մասին։ Հիմա երբ կընթերցենք Աստծո խոսքի այս հատվածը գանցաթարնանք ինչի մասին գխոսենք։ Հետևենք Աստծո խոսքին ուշադրությամբ։ Տեր Հիսուս կսե. «Ըսկուշ գեցեք սուտ մարգարեներեն»։ Ըսկուշ գեցեք սուտ մարգարեներեն, որոնք ցեզի գուքան ոչխարի հանդերձներով, բայց ներսեն հապշտագող քայլերեն։ Իրենց բդուղեն պիտի ճանչնակ զանոնք։ Միթե փուշերեն խաղող գքաղեն, գամ դադասկեն թուզ։ Դադասկը քիչմը մեծ դեսակ փուշ մնե, փուշի դեսակ։ Գսե միթե փուշերեն խաղող գքաղեն, գամ դադասկեն թուզ։ Այսպես ամեն փարիձար փարի բդուղ գուտա եւ չար ձար չար բդուղ գուտա։ Փարի ձարը չի կրնար չար բդուղ տալ, ոչ ալ չար ձարը փարի բդուղ տալ։ Ամեն ձար, որ փարի բդուղ չի տար, կգդրվի ու գրակը կցկվի։ Ուրեմն իրենց բդուղեն պիտի ճանչնակ զանոնք։ Սել ավադագիստեր, գապրինք աշխարհի մեջ, ուր մարդը առածը խանթավարված, գարաչնորդվի արդակին երևույթով և ինքնացուցածությամբ։ Մեր հագուստի բիդակներեն, մինչև ընկերային ցանցեր, գտեսնենք խնամքով պատրաստված էջեր եւ կարծեք մարդը առածը մասնակետ դարձած է արդակին դեսքը գարավարելու, փայլեցնելու եւ ցուցածելու մեջ։ Բոլորս շատ լավ գիտենք, հատկապես այսօրվա այս տեխնոլոգիի եւ քիչ մնալ արհեստական բանականության AI-ի այս աշխարհին մեջ հարմար լուսավորումը ճիշտ բարաբաշար քրավիչ ցևավորումով գրեթե ամեն ինչ կարելի է հրամցնել որպես հարազատ, առողջ եւ քրավիչ։ Վերջի շրջանին մեր երդասարտներեն նույնիսկ ժողովուրդեն քանիներ հարցումներ ունեին հավատքի առնչությամբ աստվածաբանական քրիստոնեական հիմնաբաշտ ուղղությունների մեջ, երբ ընկերային ցանցերի վրա ամեն կողմէ Աստուծո անունով ցայներ կլսվի։ Եվ Տեր Հիսուսի արագին համաձայն սուտ մարգարեներու ցայներ։ Բայց ասիկա արդի երևույթը չէ։ 2000 տարի առաջ Գալիլեայի ծովուն նայող լեռան լանչին Տեր Հիսուս նստած լեռան քարոզի իր ավարտին գրեթե հասած արթնցնող նախասկուշացումը գրե։ Գնայի ժողովուրդին, գրոնասեր ժողովուրդը, որ ծարավ է արդարության, հոգևոր արդարության, բայց
Գարձեք ռմբագործված է այս ժողովուրդը իրարու հագասող հոգևոր ցայներով։ Ամեն մեկ կողմը ցայն մը գլսեն։ Եվ դեր Հիսուս իրենց գսե, եւ այսօր դեր Հիսուս մեզի գսե։ Ըսկուշ գեցեք սուտ մարգարեները։ Եվ դեր Հիսուս սոսկալի իրականություն մը գբացահայտե։ Հոգևոր կետնի վրա։ Որովհետև ինչ որ արդակին երևույթն է, որ ցույց կտա։ Սելներ խափեությունը, գեղձիկը մեր կյանքեններ չի մտներ չարիք կրությամբ բիդագովմը։ Այսինքն չարիքը չի կարսելով, թե ես չարն եմ և հիմա կովդ կուկամ։ Գուկա սրբազան քեղեցիկ հակուստով ծածկված և քողագերգված։ Թիմակ մթրած, ոչ թե միայն թիմակ, ամբողջ հակուստը ծածկված նոր վիճակն է։ Ինչպես կրնանք կոյադևել հոգևոր գեղձիկներով լեցուն աշխարհի մեջ։ Ինչպես կրնանք պաշտպանել մեր անձերը, մեր հոգիները, մեր ընտանիքները, մեր եկեղեցիները այնպիսի ցայները, որոնք Աստծո ցայնին պես կհնչեն, բայց մեզ Աստծո հեռու կբահեն։ Դեր Հիսուս մեզ անորոշության մեջ չի ցկել։ Մեզի գուտա հստակ անսխալական ախտաջանաչման միջոցը։ Եվ մեզ դուրս կփերը մարդկային գարձիկներու գարձեք թադարանեն եւ գտանի աստվածային իրականության բարդեզը ասելով իրենց բդուղեն պիտի ճանչնակցան։ Ուրեմն առաջին կետ Քայլին ռազմավարությունը։ Քայլին ռազմավարությունը։ Դեր Հիսուս կսկսի հրամանովը։ Չսեր լավ գլա։ Չսեր եթե այսպես նես, այնպես նես, այսպես ասպարեր չի կորզած է։ Դեր Հիսուս կսե ըսկուշ եղեք, հրաման գուտա, ըսկուշ եղեք, ըսկուշ գեցեք, ըսկուշացեք։ Հունարեն պրոշետ է պարն է, որ կնշանագե մտքով արդունը լալ։ Մտքով արդունը լալ հսկել գամ մանրամասնորեն քննել։ Եվ ասիկա ցույց կտա, թե վտանգը միշտ չէ, որ բացահայտ և ակնհայտ է։ Դեր Հիսուսը սել գուզե, եթե անդարբերը լակ, պիտի խաբվիք։ Ինչու ուրեմն պետք է այսքան ըսկաստ լանք։ Որովհետև սուտ մարգարեներուն կործելավոճը հետևյալն է։ Ցեզի գուքան, դեր Հիսուս կսե, ցեզի գուքան ոչխարի հանտերսներով, բայց ներսեն հապշտագող կայլերը։ Եվ ուշադրություն դարձնենք այս շարժումին հիմա։ Անոնք ցեզի գուքան, մենք իրեն չեն գերտար, անոնք ցեզի գուքան։ Սուտ մարգարեները, քարոզիչները, ուսուցիչները հազվադեպորեն գրավորական են։ Անոնք որսորդներ են, գփնտրեն ունգընտիրներ, երբ անոնք հասնին, քայլի մորդ չեն հագնիր, ոչխարի փուրդ։ 5 դագարանին մեջ, երբ 5 դագարանը սերդելու լան, գտեսնենք մարգարեները փարացիորեն գահակնեին ոչխարի մորթե կամ մազե պատրաստված վերարկուներ, կամ թիկնոցներ, իբրև իրենց բաշտոնին
եւ խոնարհության նշան։ Օրինակ Երյան, Հովանես Մկրտիչ։ Հետևաբար ոչխարի հանդերձները կներկայացնեն կրոնական օրինականության արտաքին նշաններ։ Այսինքն, անոնք ունին ճիշտ փառաբաշար, օրինակ, գործածեն փառեր ինչպես շնորհք, հավատք, արդարություն եւ մեր ականջին ինչ լավ կհնչե։ Անոնք ունին ճիշտ դիտողներ, վկայականներ, թիրք, բաշտոն, հավանաբար մեծ թիվով հետևորդներ։ Եվ անոնք ունին քաղցրության, բարեբաշտության կամ հմայքի արտաքին շեշտը։ Բայց Տեր Հիսուս գփանա վարակույրը անոնց փուն էության վրա, գսե բայց ներսեն հապշտագող քայլեր են։ Եվ հունարեն այս բառը կնշանակե ակա, գողոպտիչ, կամ անհակ գերբով լափելով դենչով լեցում։ Այսինքն, ինչպես կրնա հոշոտել եւ ամբողջությամբ լափել։ Սերներ սուտ մարգարեին ողբերգությունը միայն այն չէ, որ ան գսխալի։ Սուտ մարգարեն վտանգավոր կլա։ Քայլը հոդին չի միանար հոդին մաս կազմելու համար, այլ գերակրվելու համար։ Սուտ մարգարեները կգործածեն Աստուծո ժողովուրդը իրենց սեփական ախորժակները կոհացնելու համար։ Լադիկատրամ, թիրք, իշխանություն եւ կամ մարդկային ծափահարություններու հմայք, գուզեն ծափահարվել եւ իրենք ուրախանալ։ Գխոսին հաճելի բառեր։ Եվ այդ հաճելի բառերը գշոյեն մարդոց ականջները, մարդոց ականջներուն շոյանք հաճելիություն կա, բայց մինչ լուր գերբով սովամահ կնեն անոնց հոգիներ։ Երկրորդ, Բարդեզին օրենքը, դեսանք քայլին ռազմավարությունը, հիմա կտեսնենք Բարդեզին օրենքը։ Ինչպես կրնանք ճանչնալ քայլը, երբ անոր քողարկումը գադարյալ է։ Դեր Հիսուս հիմա իր օրինակը կենթանական աշխարհեն կփոխացրե փուսական աշխարհ։ Եվ կհարցնե հրետորական հարցումը, որ առաջի տարու Գալիլեացի ովևէ երկրակորցի եւ այսօրվա նույնիսկ բեզի ժբիտը պիտի բաճարե։ Գսե Դեր Հիսուս հարցումով Միթե փուշերեն խաղող կքաղեն, կամ դադասկեն թուզ։ Փուշերեն կան ավելի մեծ փուշերեն, գարելի է թուզ կամ խաղող քաղել։ Անշուշտ պատասխանը բացարձակ ոչ անգարելիություն, որովհետև գենսապանական օրեն անգարելիություն է։ Եվ հոս Դեր Հիսուս գահստատե օրենքմը, անփոփոխելի օրենքմը, գսե արդյունքը ամբողջությամբ գախյալ է փնութենեն։ Փշոտուկը գտնա հերվեն արտացել փոքր մութ հադաբդուղներ, որոնք հերվեն մագերեսային ցևով եւ այդ մագերեսը դեսներով գտնաս նմանցնել սև փոքր խաղողի։ Եվ կամ որոշ դեսակ խոշոր փուշմը գտնա ունենալ ծաղիկը, որ հերվեն երթիդես գտնա թուզի նմանիլ։ Բայց եթե բավականաչափ մոդենանք, խապկանքը բացրանքը մեջտերկել է։ Փուշը տարն թույն գուդա, իսկ դադասկը սուր ձագոցներ։
Եվ Տեր Հիսուս 17-18 համարներում մեջ գսե. Այսպես ամեն բարի ծառ բարի բդուղ կուտա, չար ծառ չար բդուղ կուտա։ Բարի ծառը չի կրնար չար բդուղ տալ, ոչ ալ չար ծառը բարի բդուղ տալ։ Ունարեն փնակվին մեջ բարին համար կործածված բարը կնշանակե էյաբես լավ եւ առողջ։ Իսկ չար բարին բացատրությունը փդած եւ ամբիդան։ Եվ հոստեր Հիսուս կխոսի էյագին ներքին վիճակին մասին։ Այսինքն բդուղը չէ որ ծառը բարի կամ չար կդարձնե։ Բդուղն է որ կհայտնե թե ծառը բարի է, թե չար։ Երևակայեցեք արդումը կքալեք մեծ բարդեզի մեջ։ Հերվեն գտեստեք ծառեր կան եւ ծառերուն վրա բդուղ։ Երկուքն ալ քեղեցիկ են արտաքին երևույթով։ Կմոտենանք եւ խնձորի ծառեր կտեսնենք եւ հանգարց գարդենք մեկ խնձոր, կտեսնենք թարմ է, առողջ է եւ մեկ ուրիշ ծառ կտեսնես, փայլուն խնձոր գարնես եւ մեջը ворտնոտած։ Տեր Հիսուս մեզ գսե. մարդիկալ նույն օրենքով կկործեն։ Արտաքին կրոնական գործունեությունը դպավորիչ, հրետորական, քարոզչությունը, ըսկացական պաշտամունքը, նույնիսկ հրաշներ, ինչպես Տեր Հիսուս Մատթեոս ավետարանի 7-րդ գլուխին 22-րդ համարին մեջ կանցադառնա, գրնան գեղձվիլ։ Սակայն հարադև, անգերց, հարազատ քրիստոնեական նկարակիրը հնարավոր չէ գեղձել։ Վերջավորության, մարդու սրտի ներքին իրականությունը ինքզինք պիտի հայտնե ուշ կամ գանող եւ բարձե իր կյանքի ջուրերուն վրա։ Բդուղին սահմանումը։ Եթե գանչված ենք լալու բդուղ քննողներ, պետք է ճիշտ հասկանանք, թե Տեր Հիսուս ինչ նկատի ունի բդուղը սելով։ Ուրեմն հիմնվելով Աստվածաշունչի ամբողջության վրա, սուտ մարգարեին կամ վեվե մարգարեին բդուղը գրնանք բաժնել 3 հստակ խումբերով։ Առաջինը պետք է նայենք անոր վարդապետության բդուղը։ Ինչ կսորվեցնեն Տեր Հիսուսի մասին։ Գքարոզեն խաչված հարուցյալ վերադարձող Տեր Հիսուս Քրիստոսը։ Թե գքարոզեն անձնական հաջողության հոգեբանական ավետարանը։ Առողջ ծառը գուտա այնպիսի վարդապետություն, որ համահունչ է Աստուծո խոսքի ներ տրան հետ։ Իսկ եթե քարոզչությունը լայն տրան մասին է, կնշանակե թե սուտ վարդապետություն է։ Սուտ բդուղը հաճախ զիջումներ կնե։ Զիջումներ կնե սուրբ կյանք ապրելու հարցով։ Գնվազեցնե մեղքի լրջությունը եւ նույնիսկ գշրջանցե խաչին կարևորությունը։ Հարցնենք այսօր, ինչ որ գլսենք ասկե անգե հոգևոր ցայներ, մեղքը գոյություն ունի։
խաչը գոյություն ունի, ներթուր հավիտենական կյանք գոյություն ունի։ Երկրորդ, նկարագրի բդուղը։ Գաղատացիս 5-րդ գլուխին մեջ շատ հստակ առաքյալը գաղցանակրե Սուրբ Հոգի բդուղներու մասին։ Սեր, խնդություն, խաղաղություն, երկայնմտություն, քարսություն, փառություն, հավատարմություն, հեզություն, ժուժգալություն։ Ուրեմն երբ գնայինք քարոզիչին, մասնակետին, ուսուցիչին, մարգարեին, հատկապես երբ միկրոֆոնը կոց է, լույսերը անջատված են, ինչ կտեսնենք։ Կտեսնենք Սուրբ Հոգին բդուղները, թե կտեսնենք անձնասիրությունը, հպարտությունը, շքեղության սեր, սպասար գվելու փափակ, ոչ թե ծառայելու, ծառայությունը ստանալու։ Քայլը գրնա մարդոց առջև սերը գեղձել, բայց չի գրնար հեզություն գեղձել կյանքի մութ ծածուկ անգյունների մեջ։ Եվ երրորդ, աստեցության բդուղը։ Ինչ կպատահի այն մարդոց, որոնք հետևին սուտ մարգարեներուն։ Ավելի գնմանին դեր Հիսուս Քրիստոսի, դառնալով խոնար, սուրբ, անձնազո, թե գտարնան ավելի քննադատ։ Վեճերու մեջ ինգող։ Եվ ծևով նալ գախյալ առաջնորդին անձնավորություն են։ Փոխանակ դեր Հիսուս Քրիստոս է։ Կեշ բդուղը իր յետին գծկե փշրված հավատք, բաժանումներ եւ հոգեվոր հիաստապություն։ Եվ այս բոլորեն երբ դեր Հիսուս մեզի գահիտնե ան բդուղին տադաստանը եւ նախասկուշացում մգնե։ Ամեն ծառ որ բարի բդուղ չի դար գգդրվի գրագը գծկվի։ Եվ կարծեք Հովանես Մգրդիչի քարոզչության արձագանքն է Մատթեոսի 3-րդ գլուխ 10-րդ համար։ Եվ այս ասելով դեր Հիսուս կհիշեցնե, որ Աստված լուր նստած չէ եւ բարձրապես դիտորդը չէ։ Հրեական ուղղության մեջ Բարդեզիմը մեջ գտնվող անբդուղ ծառը փեր կնկատվի, որովհետև ծառը գներձծե ճուրը, գսպարե հողին բարարդությունը, դեր գկրավե բարդեզին մեջ և արժեքավոր պամը չի դա։ Ուրեմն, ձամապանությունը և ուղղությունը, լուծումը գծել և վարելապայտ գործածել։ Եվ դեր Հիսուս մեզի կհիշեցնե, որ հաշվետվության օրը ուշ կամ գանուխ պիտի գա։ Յուրաքանչյուր անձ հավատացյալ հաշվետու է Աստուծո։ Փառքը, համբավը, անունը, մասնակցությունը մեզ չի կրնար փրկել։ Հաջողությունը մեզ չի կրնար փրկել։ Ոչխարի խնամքով պատրաստված հանդերձները պիտի հալին Աստուծո ներկայության։ Աստուծո տադաստանին գրագը պիտի փորձե մեր հավատքին հարազատությունը։ Այսինքն այլ խոսքով գեղձիկը խաբեությունը ունի expiration date։ Forever չի մնա։ Օրը մեջտեղ պիտի ելնե։ Եվ դեր Հիսուս այս հատվածը գվերջացնե եւ գշեշտե գրգին անգամ ըսելով. ուրեմն
իրենց բդուղեն պիտի ճանչնակցան։ Իմասրել շատ թյուրին է նստիլ եկեղեցին մեջ և կամ գարտալ այս հատվածը և մեր մտքին մեջ սկսինք հիմա ցանկ մը պատրաստել, ասի այսպես է, անի այնպես է, ասի ասանք է, մույսը անանք է, ասի այսպես է։ Անշուշտ է պետք է ունենանք սուրբ թադողություն։ Բայց կսխալինք, եթե մենք թույլ չտանք, որ այս խոսքերուն հայելին անցադառնա մեր սեփական անձերուն վրա։ Իրականության մեջ լրան քարոզը հրավեր մնե քննելու մեր անձնական եւ սեփական հողը։ Ուրեմն անձնականությամբ հարցնենք. ինչ տեսակ բդուղ գախված է մեր կյանքի ջուրերը։ Երբ կյանքը մեզ գներե, ջնշում, դժբախտություն, հիվանդություն, նախանձ, նախադինք, ինչ դուրս կգա մեր ներսիթը։ Հոգին քաղցր բդուղը, թե մարմնին սուր տար փուշը։ Եվ այս բոլորին գողքին պետք է անգերց իրականությունը դիմակրավենք։ Մենք չենք կրնար մեր ուժերով բարի բդուղ տալ։ Մենք չենք կրնար արհեստական խնձորներ գաբել չորցած ծառի վրա եւ զայն բարդես գոչել։ Բարի բդուղ դալու քաղտնիկը իմ մեջս գեցեք կսե Տեր Հիսուս եւ ես ձեր մեջ։ Ինչպես ջուղը չի գտնալ ինքնից մե բդուղ բերել, եթե որդին վրա հաստատված չլա, նույնպես ալ դուք չեք կրնալ, եթե այն վրա հաստատված չլաք։ Ան որին վրա հաստատված է, ես անոր վրա անիկա շատ բդուղ պիտի բերե, վասնզի առանց ինձի բան մը չեք կրնալ անել։ Ուրեմն երթալով պիտի շատնան սուտ մարգարեներ, երթալով պիտի շատնան աչեն ծախեն հոգևոր ցայներ։ Տեր Հիսուս կսե ըսկուշ գեցեք։ Եվ մեր ամենօրյա աղոթքը, որտեղ դա մեզի հոգևոր զանազանության, թադողության շնորհք, ջանչնալու համար մեր թարու քայլերը, որոնք ոչխարի մորթով կներկայանան։ Բայց ավելին, աղոթենք, որ մեր արմատները խորացնենք Տեր Հիսուս Քրիստոսի գենթանի ճուրերուն մեջ, որովհետեւ մեր կյանքը լեցվի իր արդարությամբ, անսխալական, քաղցր եւ գենսադու բդուղներով։ Եվ մարդիկ դեսնելով մեր կյանքը, թող փառովեն Տերը, որ երկինքն է։ Օրհնյալը լակ, քաչասիրտ եղեք, մի ուսահատիկ, քայլերը կան, բայց Աստված քայլերեն վեր է։ Իրեն հուսացող ամոթով չի մնար։ Ամեն։ Մեր Տերոջ սորվեցուցած աղոթքը միասնապար գաղոթենք։ Say
Զիքոյ արքայություն, զորություն եւ փառք Հավիտյանս։ Ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբն է։ Ու ձեր հոգին, մարմինն ու շունչը անառատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի քալուադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգվույն հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ ամենագալն Աստված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի բահե եւ պաշտպանե ձեզ։ Հիմա եւ միշտ Հավիտյանս։ Ամեն։